Եվ այսպես ուշադրություն Միացյալ Նահանգների վերջին գործողությունները, որոնք արդեն իսկ ապացուցեցին, որ Ամերիկան այսօրվա վարչակազմով հետաքրքրված է մեր տարածաշրջանով։ Ադրբեջանական իշխանությունները չեն կարող խուսափել Միացյալ Նահանգների կողմից իրենց նկատմամբ պատժիչ գործողություններից։ Միացյալ Նահանգների վարչակազմը բազմիցս հայտարարել է, որ իրենց համար շատ կարևոր է, որ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը շուտապույտ ստորագրվի։ Դա նախագահ Թրամփի խոստումն է ամբողջ մարդկությանը, որ եթե ինքը եկավ իշխանության, ապա ամբողջ աշխարհում պետքա տիրի խաղաղություն եւ վերջ պետքա տրվի պատերազմների։ Հիմա պատերազմի վաղուց վերջ է տրվել եւ նոր պատերազմի, այսպես ասած, նպատակ կամ նոր պատերազմի էական վտանգներ չկա մեր տարածաշրջանում, բայց ադրբեջանական իշխանությունները կարծես թե այդ կարծիքին չեն եւ փորձում են ոչ միայն ոչնչացնել այն, ինչը որ մինչև հիմա ստեղծվել այս տարիների ընթացքում ձեռք բերված տարբեր կետերի մասին համաձայնություններ, որ Ադրբեջանը փորձում է ոչնչացնել եւ տարածաշրջանը կրկին մտցնել ռազմական գործողությունների դաշտ եւ դառնալ հակամարտության կողմերից մեկը, Հայաստանը չի պատրաստվում հակամարտություն ձևավորել, Հայաստանը չի պատրաստվում Ադրբեջանի նազուտ ուզերով շարժվել, Հայաստանի Հանրապետությունը պետք է ասի հետեւյալը. այսօր ես պատրաստ եմ խաղաղության, մենք պատրաստ ենք ստորագրել եւ եթե այն պետությունը եւ դրա ղեկավարը, որը պատրաստ չի գնալ խաղաղության, ուրեմն իրենք իրանց ամբողջ պետությունով հանդերձ ահաբեկչական պետություն են եւ դրա մասին արդեն իրենց գործողությունները խոսում են։ Պետք չի հատուկ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարի, որ ինքը ահաբեկիչ է։ Ահաբեկիչները նման գործողություններ են անում, ինչը որ անում է Ալիևը։ Եվ Ամերիկայի պատիժը Ադրբեջանի նկատմամբ լինելու է շատ կոպիտ։ Եվ մենք գիտենք նաև հետևյալը, որ Ալիևը ինքը ձգձգում է այս process-ը խաղաղության համաձայնագիրը ստորագրելու, որովհետև մտածում է, թե ինչքան ձգձգի, այնքան կկարողանա ավելին քաղել դրանից եւ փորձի ուրիշ այլ պահանջներ մտցնել եւ ուրիշ այլ պահանջներ ներկայացնել Հայաստանի իշխանություններին, Հայաստանի իշխանությունը այդ պահանջները կատարի եւ այդպիսով Ադրբեջանը ավելի մեկ քայլ առաջ կանցնի Հայաստանից այս համաձայնագրի օգուտները քաղելուց։ Մարդիկ կան, որ ասում են, լավ, եթե այդ խաղաղության պայմանագիրը ուղղված է ընդդեմ Հայաստանի եւ Հայաստանը նվաստանում է, դա ստորագրելով կապիտուլյացիա է, հրաժարում է Արցախից, այդքան բանը եթե կա, եթե դա ընդդեմ Հայաստանի է, ոչ թե Ադրբեջանի դեմ է կամ հանուն խաղաղության է։ Եթե ասում են դա Ադրբեջանի կողմից պարտադրանք է եւ շատ-շատերն են ասում, որ դա Ադրբեջանի կողմից պարտադրանք է, որ իշխանությունները համաձայնության են եկել իրանց հետ, եթե դա այդպես է, ապա դա ինչի միջև հիմա չի ստորագրվել։ Ադրբեջանը ինչի չի ուզում ստորագրվի այն, ինչը որ ինքն է պարտադրել։ Այս հարցը շատ լուրջ հարց է եւ այս հարցով արդեն շատ բաներ բարձ են դառնում եւ շատ բաներ փակվում են, խոսակցական թեմաներ, թե իբր դա Հայաստանի պարտադրվում է, լավ պարտադրվում է, Հայաստանը համաձայնվել է, չէ, բայց ինչի միջև հիմա չի ստորագրվել այդ համաձայնագիրը։ Եվ ստացվում է հետեւյալը, որ դա հեչ էլ պարտադրանք չէ, դեռ մի բան էլ Հայաստանն է շահագրգռված, որ դա ստորագրվի հնարավորինս շուտ, Ալիևը փորձում է դա ձգձգել, որովհետև փորձում է այնտեղ փնտրել եւ գտնել որոշակի օգուտներ, որով կարող է հպարտանալ իր ժողովրդի մոտ ասելով, որ ես պարտադրեցի։ Հիմա եթե ստորագրվի, փաստորեն ինքը որևէ բան չի կարողանալու ասել, որ ինքն է պարտադրել, դա փոխադարձ հավասարազոր զիջումների մասնախոսք է գնում, այլ ոչ թե ինչ-որ հատուկ պարտադրանքների կամ զիջումների, որոնք փաթաթված են միայն Հայաստանի Հանրապետության վզին եւ հայերը պետքա միայն կատարեն դա, ադրբեջանցիները պետքա վայելեն այդ պայմանագրի ողջ բարիքները։ Իհարկե նման բան չկա։ Այսպես ուշադրություն Թրամփը Ալիևի ականջները ձգելու ճանապարհին է։ Միացյալ Նահանգներից հայտնում են, որ շուտ ստորագրեք խաղաղության համաձայնագիրը, Ադրբեջանն ասում է չենք ստորագրելու, մինչև Հայաստանը իր սահմանադրությունը չփոխի, այնտեղ կան ինչ-որ տարրեր, որոնք
Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ են ներկայացնում։ Հայաստանի Հանրապետությունն ասում է մենք սահմանադրություն չենք փոխելու, որովհետև այն որևէ մեկի տարածքին աչք չի դնում, այսինքն մենք դրանով տարածք չենք ուզում, մենք կնքում ենք ձեր այդ խաղաղության պայմանագիր, որտեղ որ կա կետ, որ մենք որևէ մեկիս հետ տարածքային պահանջներ չունենք։ Այս կետով արդեն ստորագրվում եւ փակվում է ամեն ինչ։ Սա հերթական անգամ հայ ժողովրդին ստորացնելու ինչ-որ մի բան է Ադրբեջանի կողմից, որ հայ ժողովուրդը իր սահմանադրությունը փոխի Ադրբեջանի պահանջով, Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն է, անկախ ասելով նշանակում է հետևյալը, որ որևէ մի պետության ասածով հայ ժողովուրդը չի կարող անել, եթե դա ի վնաս իրեն է, եթե դա իրեն վնասելու է, այսինքն նաև այստեղ վնասելու հեղինակության հարց կա։ Դարերի պատմություն ունեցող այս ազգը մի հատ ինչ-որ վայրի ցեղերի պահանջով պետքա սահմանադրություն փոխի, պետքա եսի ինչ անի, սա անթույլատրելի է, երբ որ եկել են Կովկասյան տարածաշրջանում, եկել են ամենահինավուրց ազգին բան են թելադրում, ամենաառաջի քրիստոնյա պետությանը բան են թելադրում եւ կարողանում են որոշ տեղերում իրանց ասածը առաջ տանել միայն մեկ պատճառով, որ հայ ժողովուրդը հիմա գտնվում է վերականգնման փուլի մեջ։ Հայաստանի Հանրապետության թե տնտեսություն, թե բանակը գտնվում է վերականգնման փուլի մեջ։ Նման պետությունները մեր նման, որոնք թույլ են, կորուստներ են ունեցել, պարտքեր ունեն արտաքին մեծ պարտքեր, չեն հասցնում ինչ-որտեղ աշխատավարձներ տալ մարդկանց, թոշակներն է քիչ, այսինքն աղքատ պետություն, որ ունի թե աղքատության խնդիր, թե ռազմաքաղաքական խնդիր իր հարևանների հետ, ներսի ու դրսի խնդիրներով լի պետություն ենք մենք։ Մեր նման պետություններին աջակցություն է ցուցաբերում մեծ պետությունները, այսինքն Իսրայել սարքեց Միացյալ Նահանգները, Վրաստան սարքեց Եվրամիությունը, այսօր որ Վրաստան ունի ներդրումներ, Վրաստանը ավելի լավ տնտեսություն ունի, քան Հայաստան, դա Եվրամիության շնորհքն է։ Հակառակ պարագայում Ռուսաստանի Դաշնությունը վրացիների հարցը ավելի շուտ կլուծեր ի օգուտ իրեն, հպատակեցնելով Վրաստանի ամբողջ ժողովրդին։ Միացյալ Նահանգների այս վարչակազմը բավականին ճիշտ է աշխատում եւ կարողանում է աշխարհում փոթորիկներ անել ի օգուտ իրեն, իհարկե պետքա շտապ դիմել Թրամփի վարչակազմին Ադրբեջանի իշխանություններին սաստելու, ստանձելու համար եւ նաեւ սառը ցնցուղ նրանց ենթարկելու համար։ Այլապես Ադրբեջանը ասելու կամ ստորագրում է խաղաղության պայմանագիր, կամ լինում է պատերազմ։ Եթե պետքա լինի պատերազմ կամ էլ Ադրբեջանի թելադրանքները, հայ ժողովուրդը չպետքա գնա որևէ թելադրանքի։ Հիմա մարդիկ կասեն՝ բայ էլի զոհեր տանք, հետո գնանք թելադրանքի, եթե քո թշնամի